Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ազգային ժողովի նախագահը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության նախագահը այցելել են Ծիծեռնակաբերդ։ Նրանք հարգանքի տուրք են մատուցել եւ ծաղիկներ խոնարհել։ Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը Facebook-ում տեսանյութ է հրապարակել, նշելով, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պատգամով իրենք վճռականություն են դրսևորել առավել խորությամբ հասկանալ ժողովրդի անցյալում ապրած ու պարբերաբար կրկնվող պատմությունը, ապագայում այդ պատմության կրկնությունը թույլ չտալու մեր այսօրը եւ գալիքը լավը դարձնելու համար։ Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա առիթով իր ուղերձում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ այդ ողբերգական իրադարձությունները մինչև օրս ապրում են հայ ժողովրդի հավաքական հիշողության մեջ։ Նա իր համերաշխությունն է հայտնել ամերիկահայ համայնքին եւ աշխարհասփյուր հայությանը, կարևորելով հիշողության պահպանումը եւ պատմական արդարության նշանակությունը։ Թրամփը նշել է, որ մարդկության պատմության այս մռայլ էջը միևնույն ժամանակ վկայում է հայ ժողովրդի անկոտրում ոգու, հավատքի եւ դիմակայության կարևորության մասին։ Նա ընդգծել է հայերի ուժն ու վճռականությունը հաղթահարելու անցյալի ողբերգությունները եւ կառուցելու ավելի ապահով ու բարեկեցիկ ապագա։ Ուղերձում նաեւ շեշտադրվել է Միացյալ Նահանգների պատրաստակամությունը շարունակելու աջակցությունը հայ ժողովրդին, խորացնել ռազմավարական գործընկերությունը եւ նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության եւ կայունության հաստատմանը։ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայրաթորթ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ կատարվել է հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ։ Այս առիթով հուշահամալիր է բերվել հայոց ցեղասպանության սրբոց նահատակած մասունքարանը։ Ավելի վաղ ժամը 11-ին Սուրբ Էջմիածնի Մայր տաճարում մատուցվել է սուրբ եւ անմահ պատարագ, որի ավարտին աղոթքի եւ ուխտի խաչքարի առջև կատարվել է սուրբ նահատակների բարեխոսական կարգ։ Այդ մեր, որ երկինս Սուրբ Եղիցիանում քո, եկես է արքայություն քո, եղիցին կան քո, որպես սերգինս եւ երկրի, ըսած մեր հանապազորդ, դուր մեզ այսօր, եւ թող մեզ սպարտիս մեր, որպես եւ մեկ թողունք մերոց սպարտապանած, եւ մի տանիրս մեզի փորձություն, այլ փրկյազ մեզի չարե, Զիքոյ արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս ամեն։ Եվ ևս խաղաղությանս Տերը չեսո կնկալկեցո եւ ողորմյա։ Օրհնություն եւ փառք, որ եւ որդվո եւ օգվույն սրբո, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Հայաստանի արտաքին գերատեսչությունն է հայտարարություն տարածել հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ, նշելով, որ հայ ժողովրդի դեմ իրականացված այս ոճրագործությունը դարձավ այն պատմական օրինակներից մեկը, որը 1948-ին հիմք հանդիսացավ ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին ՄԱԿ կոնվենցիայի ընդունման համար։ ԱԳՆ հայտարարությունում կարդում ենք նաեւ, որ չնայած միջազգային հանրության գործադրած ջանքերին 21-րդ դարում շարունակում են ականատես լինել ռասայական եւ էթնիկ անհանդուրժողականության, ատելության եւ այդ հիմքով իրականացվող նոր զանգվածային ոճրագործությունների։ 111-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումների մասնակիցներին ուղղված իր խոսքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ընդգծել է, որ հայոց ցեղասպանության հարցում Ռուսաստանի դիրքորոշումը միշտ եղել է անփոփոխ։ Այսօր մենք խոնարհում ենք մեր գլուխները հայ ժողովրդի ցեղասպանության 100 հազարավոր զոհերի հիշատակի առջև։ Դա 20-րդ դարի ամենասարսափելի ողբերգություններից մեկն է։ Անպաշտպան, անմեղ մարդկանց նկատմամբ դաժան հաշվեհարդարը, ովքեր սպանվեցին, վիրավորվեցին, վտարվեցին իրենց հարազատ քաղաքներից ու գյուղերից, ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։ Իսկ դրա աղետալի հետևանքները համոզիչ կերպով ցույց տվեցին, թե ինչի են հանգեցնում կրոնական թշնամանքի հրահրումը, ազգայնականությունը եւ այլատյացությունը։ Ցեղասպանության հիշատակման օրվա կապակցությամբ ուղերձ է հղել նաև Էմանուել Մակրոնը։ Ֆրանսիան ոգեկոչում է 1915 թվականի հայոց ցեղասպանության տարելիցը եւ խոնարհվում է զոհերի հիշատակի առջև։ Ֆրանսիան ոգեկոչում է 1915 թվականի հայոց ցեղասպանության տարելիցը եւ խոնարհվում զոհերի հիշատակի առջև։ Սա առիթ է հիշելու, փոխանցելու եւ ընդգծելու այն անքակտելի կապը, որը միավորում է Ֆրանսիան Հայաստանին, իսկ ֆրանսիացիներին հայերին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը իր
ռեպերտուարի մեջ է մեր ժողական ու կամայական մեկնաբանությամբ։ Նա Պոլսո-հայոց պատրիարքայությանն ու Թուրքիայի հայ համայնքին ուղերձ է հղել, որն ընթերցվել է Ստամբուլի հայկական Սուրբ Հակոբ եկեղեցում հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի պատարագի ժամանակ։ Ամեն տարվա պես Էրդողանն այս անգամ էլ ուղերձը սկսել է նույն տողերով, նշելով. «Այս տարի եւս հարգանքով հիշում եմ առաջին աշխարհամարտի դժվարին պայմաններում զոհված օսմանցի հայերին ու ցավակցություններս եմ հղում նրանց թորներին»։ Ի հեճուկս թուրքերի աշխարհի տարբեր ծայրերում ոչ թե առաջին աշխարհամարտն են հիշում այսօր, այլ հայոց ցեղասպանությունը։ Ֆրանսիական Մարսելի քաղաքապետի շենքը երեկոյան լուսավորվել էր Հայաստանի դրոշի գույներով, իսկ քաղաքապետը ուղերձում կարևորել է հիշողության պահպանումը։ 8, 9, 10 Շվեդիայի խորհրդարանում Շվեդիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի հետ հիշատակել են հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը։ Շվեդիայի խորհրդարանի ներկայացուցիչներ, քաղաքական մշակութային գործիչներ հիշել ու խնկարկել են ցեղասպանված հայերի հիշատակը։ Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ազգությամբ թուրք Զարամյալ Դողու Փերինչեքն է, թուրք ազգայնական առաջիններից մեկն էր, ով իր բարբարոս նախնիների իրականացրած ցեղասպանությունը ժխտեց։ Շվեյցարական դատարանը քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածով դատապարտեց նրան։ Այդ ժամանակ պետական դատախազը պահանջեց ֆինանսական քրեական պատասխանատվության ենթարկել Փերինչեքին հայոց ցեղասպանությունը հերքելու համար։ 2008 թվականին Փերինչեքն ընկավ եվրոպական դատարանների դռները։ 2013-ին Միեդը վճռեց, թե իբրև Շվեյցարիան խախտել է Փերինչեքի ազատ արտահայտվելու իրավունքը։ Այդ տարիներին Հայաստանի շահերը Միեդում ներկայացնում էին միջազգային բարձրակարգ փաստաբաններ Ջեֆրի Ռոբերտսոնը, Ամալ Քլունին։ Mr. President, honourable judges, it is an honour to appear before you today on behalf of the government of Armenia. Հայոց ցեղասպանության ճանաչումը միջազգայինորեն դիվանագիտական հարաբերություններում առաջնահերթ էր, առանցքային էր նաև պատասխանատվության կիրառումը բոլոր այն դեպքերում, եթե կասկածի տակ դրվեր հայոց ցեղասպանության եղելությունը։ Ցանկացած ցեղասպանություն հերքելը կամ նույնիսկ հերքելուն աջակցելը դրանք հանցագործություն են, քրեականացված է վաղ։ Հիշենք, անցած տարի խորհրդարանական ընդդիմությունը նախագիծ բերեց ազգային ժողով, որի նպատակը ավելի խիստ պատժի կիրառումն էր հայոց ցեղասպանությունը ժխտողների նկատմամբ։ Իշխող ուժը հակառակը պնդում էր եւ մատնանշում արդեն գործող դրույթը, որը քրեականացնում է ցեղասպանության ժխտումը։ Այլ բան, եթե որոշել են խստացնել, միշտ էլ ողջունելի է, որտեղ ցեղասպանությունը դա միջազգային բնույթի հանցագործություն է, կարելի ասել ամենալուրջ տեսակի իրավախախտումն է։ Եթե ուղղակի ոչ թե նյութայրավական հիմքերի փոփոխություն, այլ խստացում, ես օրինակ միայն կողջունեմ նման նախագիծը։ Ֆերիդ Օրհան Փամուկ, չերքեզական ծագմամբ թուրք գրող, հասարակական գործիչ, գրականության Նոբելյան մրցանակակիրը հայտնի է հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ իր քաղաքացիական դիրքորոշմամբ, որը հակասում է թուրքական պաշտոնական կեցվածքին։ Փամուկն այն սակավաթիվ թուրքերից մեկն է, որը կիրառեց ցեղասպանություն բառը եւ իր հայացքների պատճառով ենթարկվեց հալածանքների։ Հարաբերս 300 հոդվածը քրեական օրենսգրքի Թուրքիայի եւ հրանտինքի վերաբերյալ եվրոպական դատարանի վճիռը Թուրքիայի ներսում բազմաթիվ դատական ակտեր են եղել, էլի 300 հոդվածի հետ կապված, որ որևէ գիտնական, որևէ հասարակական գործիչ կասկածի տակ է դրել Թուրքիայի պաշտոնական դիրքորոշում, որ ցեղասպանություն չի եղել եւ դրա համար նրան դատապարտել են։ Սա կոնկրետ ոչ թե ցեղասպանություն հերքելու, այլ պնդելու, որ եղել է ցեղասպանություն։ Ցեղասպանության ժխտումը քրեականացրած երկրում Շվեյցարիայում էր, որ Հայաստանի իշխանության ներկայացուցիչները շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը նման ձևակերպում արեցին, թե պետք է դեռ հասկանալ, ինչ է տեղի ունեցել հայոց ցեղասպանության ժամանակ։ Մենք հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, պետք է հասկանանք լավ ինչ է տեղի ունեցել եւ ինչու է տեղի ունեցել։ Ռուսաստանի նախագահ Պուտինը վերջերս ստորագրեց օրենք, որը սահմանում է քրեական պատասխանատվություն խորհրդային ժողովրդի ցեղասպանությունը ժխտելու կամ արդարացնելու համար, ինչպես նաև զոհերի հիշատակը վիրավորելու եւ նրանց գերեզմաները պղծելու համար, անկախ այն հանգամանքից դրանք գտնվում են Ռուսաստանում թե դրա սահմաններից դուրս։ Նախատեսվում է,
մինչև 5 տարի ազատազրկում։ Ռուսաստանում հայոց ցեղասպանության տարբեր հուշարձաններ կան։ Ըստ ցեղասպանագետների, հենց այդ իմաստով, եթե ֆիքսվում է ցեղասպանությունների ժխտման քրեականացումը, ապա դա հենց առաջինը պետք է ասոցացվի եւ վերաբերվի նաեւ հայոց ցեղասպանությանը։ 1915-ին ցեղասպանության օրերի, շաբաթների եւ ամիսների ընթացքում մեր նախնիները արտահայտության իրավացության մեջ համոզվեցին գործնականում։ Վերջին շրջանում Հայաստանում ակտիվորեն շրջանառվում է տեսակետ, ըստ որի եթե մենք հայերս կոպիտ ասած խելոք մնայինք եւ չդիմեինք ուժային պայքարի միջոցներին, թուրքերն էլ մեզ ցեղասպանելու հիմքեր չէին ունենա։ Իրականում սակայն ապացուցվեց ճիշտ հակառակը։ Այն վայրերում, որտեղ հայերը զենք վերցրին թեկուզև փոքրաթիվ զոհերով, բայց դեպի արևելյան Հայաստան նահանջելու հնարավորություն ունեցան։ Բանի հերոսամարտը Զեյթունի, Կիլիկիայում, Մարաշի, Այնթափի դիմադրության շարժման արդյունքում կարողանում են համշենահայերի որոշ խմբեր տեղափոխվել այսօրվա Ռուսաստանի կամ Աբխազիայի որոշ բնակավայրեր։ Բոլոր այս հերոսամարտերի մասին գոնե ինչ-որ բան շատերը հավանաբար լսած կլինեն։ Ցեղասպանության մանրամասների շուրջ քննարկումների ընթացքում հաճախ է հնչում հետևյալ հարցը. ինչու են հայերի պայքարող ուժերն այդքան սակավաթիվ եղել։ Հիմնականում հայերին տալիս են այսպես երկաթուղիների, երկաթգծերի կառուցման եւ այլնի վրա վերջում բնականաբար նրանց ուղղակի սպանում էին անզեն մարդկանց, ովքեր զորակոչվել էին Օսմանյան բանակ։ Այսինքն մինչև ցեղասպանությունը թուրքական իշխանությունները ձեռնամուխ էին եղել կռվող ձեռքերի ոչնչացմանը։ Մյուս հարցն է, ինչու հայ բնակչությունը չէր զինվել մինչև 1915-ը։ Իրականում մինչև երիտթուրքերի իշխանության գալը հայության մոտ բավականաչափ զինամթերք կար։ Երկրի ղեկին հայտնված երիտթուրքերն էին հայերին առաջարկել որպես կայսրության օրինապաշտ քաղաքացիներ հանձնել զենքերը։ Հայության այդ մի շերտը, որը պայմանական միգուցե անվանեն քաղաքական միամտության կրողներ, սկսեցին հանձնել զենքերը, որպես բարի կամքի դրսևորում։ Վերջին տարիներին Հայաստանում շրջանառության մեջ դրված մյուս նարատիվն այնն է, որ հայկական քաղաքական ուժերն էին նաև հայերի կոտորածների պատճառը, սակայն պատմագրությունը փաստում է հակառակի մասին։ Հայկական քաղաքական ուժերը հետևանք էին թուրքական ցեղասպան քաղաքականության, այսինքն հենց Աբդուլ Համիդի օրոք սկսված ջարդերը ստիպեցին, որպեսզի հայկական քաղաքական ուժեր ձևավորվեն։ Առանց այս կազմակերպությունների ձևավորման ուղղակի հնարավոր չէր լինի այն ինքնապաշտպանական, այսպես փառավոր էջերը, որ մենք ունեցանք այս ամբողջ ողբերգության համապատկերում, նույնիսկ դրանք մենք չէինք կարողանա ունենալ, որովհետև դա պահանջում էր կազմակերպվածություն, քաղաքական հասունություն եւ ամենակարևորը զենքին տիրապետելու արվեստ։ Ըստ էության հայությունը դիմադրեց այնտեղ, որտեղ կային զենքի ձեռքբերման կամ արտադրության կամ ինքնապաշտպանության կազմակերպիչներ, իսկ կազմակերպիչները սովորաբար հենց քաղաքական ակտիվ դիրքորոշում ունեցող անձինք էին լինում։ Հիմա շատ են ասում այդ պարագայում ինչպես մի քանի ոստիկան այդքան բազմությանը քշեց ուղակի դերձորի անապատներ։ Պատճառը հենց այն էր, որ կազմակերպող ուժը այլևս չկա։ Նույնիսկ թաղամասերով էին տարբեր։ Մի թաղամասը համաձայնվում էր երիտթուրքերի խոստումներին եւ կամ առանց դիմադրելու գնում էր աքսորի, մյուս թաղամասը դիմադրում էր։ Հայաստանում հատկապես վերջին շրջանում ակտիվացած անուղղակիորեն թելադրվող պսևդո-խաղաղասիրական հակամիլիտարիստական նարատիվների շրջանում պատմական այս իրադարձությունների վերհիշումը ավելի քան կարևոր է, քան որ այսօր մենք կանգնած ենք նույն գոյաբանական մարտահրավերների առջև, ինչ 100 տարի առաջ էր։ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված հայոց ցեղասպանությունը խլեց շուրջ 1.5 միլիոն հայերի կյանք։ Ավելի քան մեկ դարյա վաղեմության վերքերը մինչև այսօր էլ չեն սպիանում։ Սերնդեսերունդ փոխանցվող հիշողությունն էլ հարցը շարունակում է պահել օրակարգում։ Ինչպես է ցեղասպանության փաստն ընկալվում նոր սերնդի ներկայացուցիչների կողմից։ Ինչ փոփոխություններ կան մեկդարյա իրադարձությունների ընկալման ու վերլուծության մեջ։ Մասսայականություն կա, որ չեն հասկանում, ուղղակի պիտի մի քիչ մեծերի հետ շփվեն, տենց այս ապրիլի 24-ի համար պիտի ձևակերպեն ինչ-որ միջոցառումներ, բաներ, գնա ծիծեռնակաբերդ։ Նոր սերունդը կարծում եմ ես թե շփվում եմ տարիքով փոքր սերնդի հետ, թե բարձր սերնդի հետ, ամեն դեպքում մենք դասերակվել ենք այդ պատմությունով ու շարունակում ենք պահել ու պահպանել այն ինքս փոխանցելով նոր սերնդին
թե իմ տղային, ով առաջին դասարանի դպրոցական երեխա է, փորձում եմ արդեն իսկ ցույց տալ, պատմել պատմությունը։ Դա կրթական ծրագրին է վերաբերում։ Մենք գիտենք ինչ է տեղի ունենում, որ անգամ երբեմն մտածում ես, որ ընդհանրապես ծրագիր չլինի, գուցե ավելի լավ է, որովհետև պատմությունը աղավաղված է, շարունակում է աղավաղվել, եւ դաստիարակությունը, որտեղ կրթական համակարգի առաջին նպատակը դա դաստիարակելն է։ Արդեն կրթությունը ինքնին գալիս, ինչպիսի մարդ ես, ինչպիսի քաղաքացի ես դաստիարակում, ինչպիսի հայ ես դաստիարակում։ Կրթական համակարգ, ընտանիք եւ սոցիալական մեդիա։ Փորձագետների կարծիքով հենց այս սկզբնաղբյուրներն են երիտասարդների մոտ ընկալում եւ դիրքորոշում ձևավորում։ Ու շատ հաճախ հենց այստեղ էր առաջանում այն բացերը։ Մերօրյա երիտասարդները գիտեն փաստերը, բայց գրեթե անտեղյակ են պատմական խորքերին։ Չկա բավարար կապ անձնական պատմությունների վկայությունների հետ։ Հաջորդ կարևոր խնդիրը տեղեկատվության արդիական ներկայացման պակասն է։ Երիտասարդները նշում են, որ թեման հաճախ ներկայացվում են նույն ձևաչափով առանց նոր մեդիա լեզվի, ինչի արդյունքում հետաքրքրությունը նվազում է։ Բնականաբար արդեն կրթական հատվածը պիտի նման պահպանությամբ զբաղվի, որպեսզի երևի թե առավել ամուր լինի այդ կապը անցյալի եւ ապագայի հետ։ Մենք որ այսօր այսքան փոքր թեկուզ անդամահատված մնացել ենք, դա հրաշք է, որևէ ազգություն չէր կարող այդքան փորձություններից հետո եւ անդադ քեզ վերացնում են ծրագրված, վերացնում են, դու էլի մնացել ես։ Եվ երիտասարդությունը պետք է իսկապես այդ սպառողական միայն հաճույքներ, ամեն ինչ իր տեղը ունի, ուրախությունն էլ շատ կարևոր է, բայց պետք է լրջանա։ Այսպիսով երիտասարդների համար հայոց ցեղասպանությունը մնում է ինքնության կարևոր մաս, սակայն ընկալման մեջ դեռ կան բացեր, խորքային պատմությունների պակաս, ժամանակակից ներկայացման խնդիր եւ քննադատական մտածողության զարգացում։ Հենց այս բացերը լրացնելն էլ կարող է դառնալ հաջորդ սերնդի կարևորագույն առաքելություններից մեկը։ Ապրիլի 24-ը հայ ժողովրդի համար հիշողության օր է։ Այն ապրում են նաև մշակույթում, գրականության, կինոյի, արվեստի միջոցով։ Աշխարհում կան օրինակներ, երբ պատմական ողբերգությունը ոչ միայն հիշվում են, այլև ձևավորվում են որպես համամարտային մշակութային պատմություն։ Այդպիսին է հրեական ժողովրդի հոլոկոստի հիշողությունը, որը տասնամյակների ընթացքում լայնորեն ներկայացվել է միջազգային կինոյում եւ գրականության մեջ։ Մասնագետները ցավով են նկատում, որ հայոց ցեղասպանության թեմայով կինոն դեռևս չի հասել այն միջազգային ազդեցությանը, ինչին հասել են հոլոկոստի մասին ֆիլմերը։ Պատճառը ըստ նրանց երկու պատմական իրողության տարբեր ընկալումներն են։ Հոլոկոստը պատմական իրողություն է, որը ճանաչված է հանցանքը գործողների կողմից, որովհետև հանցանքը գործողները պատժվել են։ Ցեղասպանության դեպքում երկու մասնակիցներից այդ ողբերգական իրողության մեկը կազմակերպիչը իրականացնողը չի ընդունում այդ իրողությունը, լավ մի կողմը չի ընդունում կամ ընդունում է, բայց այս կողմը ինչի դրան չի տալիս իր համար ամփոփ գնահատական։ Այդտեղ էլ մենք լուրջ հարց ունենք, մեր հասարակության մեջ կա մի շերտ, որը միանշանակ չի վերաբերվում ցեղասպանությանը։ Հրեական ֆիլմերում ստեղծվում է հուզական կապ հանդիսատեսի հետ, դարձնելով այդ հիշողությունը հասկանալի տարբեր ազգերի եւ սերունդների համար, քանի որ մոբիլիզացնում են իրենց ներուժը, ասում են մասնագետները, ֆիքսելով, որ այդպիսի մոտեցում մենք եւս պետք է կիրառենք։ Հոլոկոստի թեման տարիներ շարունակ եղել է միջազգային օրակարգում, ստանալով պետական եւ ինստիտուցիոնալ աջակցություն։ Մինչդեռ հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը դեռևս բախվում է քաղաքական ու դիվանագիտական խոչընդոտների։ Այսօր մեր պետությունը ցավոք սրտի ոչ գաղափարապես է պատրաստ ցեղասպանության մասին ֆիլմի հետևում կանգնի, ոչ գաղափարապես է պատրաստ, ոչ էլ ֆինանսապես, բայց գոյություն ունի հայկական կապիտալ, որը ելի չի միավորվում հանուն Հայաստանի մասին կամ հանուն ցեղասպանության մասին մոբիլիզացնելու ուժերը։ Հայոց ցեղասպանության եւ հոլոկոստի թեմաները համաշխարհային գրականության մեջ առանձնանում են ոչ միայն պատմական ծանրությամբ, այլ նաեւ փոխանցման կարևոր առաքելությամբ։ Գրական գործերը թարգմանվել են տարբեր լեզուներով, ուսումնասիրվել կրթական համակարգերում։ Հայոց ցեղասպանության դեպքում մշակութային արտադրանքը հաճախ ավելի սահմանափակ է եղել թե ֆինանսավորման, թե միջազգային տարածման տեսանկյունից։
Արձանագրում են մասնագետները։ Աշխարհի ճանաչողության համար հույժ կարևոր են մեր սփյուռքահայ օտարագիր հայ գրողների գործունեությունը։ Մենք մեր սերունդներին պիտի մեծացնենք հայրենիքի բարձր գաղափարի արժանապատվությամբ, որ հետո դեր դառնան մեր հայրենիքին, մենք պետք է հասնենք այդ մակարդակին, կանք ազգային ինքնագիտակցության։ Մենք պիտի ոգի ներարկենք մեր ժողովրդի մեջ հայության բարձր գաղափարը։ Եվ առավելապես այսօր, երբ հարգանքի տուրք ենք մատուցում զոհերի հիշատակին, մշակույթը դառնում է այն կամուրջը, որը կարող է այդ հիշողությունը հասցնել աշխարհին, դարձնելով այն լսելի, հիշվող ու հասկանալի։